Ֆրանսիայում եւ Կանադայում Փաշինյանի վիլաները, Մերկելի ու Արմանիի հայկական արմատները եւ Գյումրիի ընտրություններից առաջ հնդիկների զանգվածային հաշվառումը։ Անցնող տարին աչքի ընկավ մանիպուլյացիաների եւ կեղծիքների աննախադեպ առատությամբ։ Ողջույն, ես Հայկն եմ, Civilnet-ի փաստերի ստուգման թիմից, Civilnet Check-ից։ Եկեք վերհիշենք, թե ինչպես էին փորձում մեզ մանիպուլացնել 2025-ին։ Հեռացող տարի նշանավորվեց արհեստական բանականությամբ ստեղծված deepfake տեսանյութերով։ Սոցցանցերը ողողված էին հայտնի դեմքերի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի եւ այլոց կեղծված տեսանյութերով, որոնցով մարդկանց փորձում էին ներքաշել կասկածելի ներդրումային հարթակներ։ Прошу вас серьезно отнестись к этой важной информации. Привет, я Анна Акопян, жена прекрасного Николы Пашиняна. Не ждали, не верили, но у нас все получилось. Даю доступ к закрытой платформе, чтобы каждый из вас мог зарабатывать. Զուգահեռ տարածվում էին հետվերադարձի խարդախությունները։ Օրինակ, Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի դեմքով պատրաստված deepfake-ը իրավաբանական օգնություն էր առաջարկում խարդախներից տուժածներին, նրանցից կրկին գումար կորզելու նպատակով։ Զեղծարարները թիրախավորեցին նաև մարզիկներին ու լրագրողներին, նրանց անվան տակ գովազդելով կասկածելի եւ կեղծ դեղամիջոցներ, դրանք ներկայացնելով որպես հրաշագործ միջոցներ։ Մամուլը այս տարի էլ փորձեց մի շարք համաշխարհային դեմքերի վերագրել հայկական արմատներ։ Նախ լուրեր տարածվեցին, թե նոր Հռոմի Պապը հայ է, ապա Անգելա Մերկելին կնքեցին Այծեմնիկ Մերգելյան անվամբ։ Վերջում էլ հերթը հասավ Ջորջո Արմանիին։ Հռոմի 267-րդ պապ Լևոն 14-րդ, նույն ինքը կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստ, նույն ինքը Վարդավառ Պարսեղյան։ Civilnet Check-ը ստիպված էր հիասթափեցնել, նրանցից ոչ ոք հայ չէ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին էլ խոսքեր վերագրեցին, իբր Հայաստանում տիեզերանավեր ու օդանավեր կարտադրվեն։ Իրականում նախարարը նման հայտարարություն չէր արել, լրատվամիջոցները աղավաղել էին նրա խոսքերը։ Թիրախում հայտնվեցին նաև արևմտյան առաջնորդները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին մեղադրեցին գնացքում թմրանյութեր օգտագործելու մեջ։ Սակայն տեսանյութում երևացող սպիտակիրը իրականում սովորական անձեռոցիկ էր։ Հայկական մեդիատիրույթում լայն տարածում գտավ Եվրամիության առաջնորդների Սպիտակ տան միջանցքում խեղճացած նստած պատկերը, իբր Դոնալդ Թրամփի ընդունելությանը սպասելիս։ Այդ կադրը, երբ որ տեսա, Սպիտակ տանը միջանցքում Տրամփի ասենց հերթով նստած։ Այն գեներացված էր արհեստական բանականությամբ։ 2025-ին Հայաստանը դարձավ արտաքին կազմակերպված ապատեղեկատվական արշավների թիրախ։ Ռուսական ծագում ունեցող ցանցերը տարածեցին հորինված պատմություններ։ Օրինակ, իբր Հայաստանում գործում են համակենտրոնացման ճամբարներ 25000 բանտարկյալներով, կամ էլ թե եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանում վտանգավոր փորձարկումներ են անում հղիների եւ երեխաների վրա։ Ֆրանսիային էլ մեղադրեցին Դիլիջանի ազգային պարկում իբր միջուկային թափոններ թաղելու մեջ։ Նույն ցանցերը թիրախավորեցին պաշտոնյաներին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին վերագրեցին մանկապղծության ցանցի ստեղծում, իսկ Սուրեն Պապիկյանին ու վարչապետին անչափահասների թրաֆիկինգում ներգրավվածություն։ Վարչապետ Փաշինյանին վերագրեցին նաև 3.1 միլիոն եվրոյի վիլլա Մարսելում եւ առանձնատուն Կանադայում, իսկ տիկնոջը Աննա Հակոբյանին 3.4 միլիոն դոլարի հափշտակություն Ժպիտների քաղաք հիմնադրամից։ Մեր հետաքննությունները պարզեցին, որ այս տեղեկություններն անհիմն են, սկզբնաղբյուր կայքերը կեղծ, հոդվածի հեղինակներն էլ հորինված։ Մեդիադաշտ նետվեցին նաև զգայուն թեմաներով կեղծիքներ։ Մեծ աղմուկ բարձրացրեց լուրը, թե Թուրքիան Աննիի մայր տաճարը վերածում է մզկիթի, այնինչ այնտեղ պարզապես վերականգնողական աշխատանքներ էին։ Տարածվեց նաև տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի խնդրանքով Հայաստանում պետբյուջեի հաշվին կառուցելու է 10 մզկիթ։ Սա իհարկե կեղծիք էր, որը անմիջապես հերքվեց։ Մեծ աղմուկ բարձրացրեց պնդումը, թե Ադրբեջանում ավարտվել է ավելի քան 100,000 արևմտյան ադրբեջանցիների գրանցումը եւ նրանց տրամադրվել է նույնականացման ID քարտեր։ Իրականում դրանք Բաքվի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպության անդամության քարտեր էին, իսկ ցուցակների վերաբերյալ որևէ պաշտոնական հաստատում չկար։ Ապատեղեկատվության թիրախ դարձան նաև ընտրական գործընթացները։ Գյումրիի ընտրություններին ընդառաջ լուրեր տարածվեցին, թե իշխանությունները քաղաքում զանգվածաբար հնդիկների եւ ջավախահայերի են գրանցում, իբր ընտրություններում լցոնումներ կատարելու համար։ Այնինչ իրականում սա ֆեյք էր, որը միանգամից հերքվեց։ Ավելի ուշ մեդիադաշտ նետվեց նոր կեղծիք։ Իբր Վրաստան-Թուրքիա սահմանին հայտնաբերվել են տասնյակ հազարավոր հայկական կեղծ անձնագրեր, որոնք կարող են օգտագործվել ընտրություններում։
Այս դեպքում էլ տեղեկությունը հերկվեց թե վրացական, թե հայկական կողմից։ Պարզվեց, որ տեղեկության սկզբնաղբյուրը մի YouTube-յան ալիքի տեսանյութ էր, որում նշված էր, որ այն նախատեսված է բացառապես ժամանցի համար։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ ոչ միայն ադրբեջանցիներն են օկուպացրել հայկական տարածքներ, այլ նաև հայկական զորքերն են գտնվում Ադրբեջանի տարածքում, փորձելով հավասարության նշան դնել դրանց միջև։ Սակայն Civilnet-Check-ի քարտեզագրական վերլուծությունը ցույց տվեց, որ երկու կողմերի օկուպացրած տարածքների չափերն անհամեմատելի են, եւ դրանց միջև հավասարության նշան դնելը անտեղի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե լուծարված անիվ հիմնադրամը արդյունավետ է գործել, նշելով, թե պետությունը դրա վրա ծախսել է 419 միլիարդ դրամ, ավելի շատ հետ ստանալով։ Մինչդեռ Civilnet-Check-ը պարզեց, որ պետությունը անիվի վրա ընդհանուր առմամբ ծախսել է ավելի քան 21 միլիարդ դրամ, իսկ ծրագրերի մեծ մասը ձախողվել է։ Այսպիսին էր 2025-ը՝ լի աղմուկով եւ կեղծիքներով։ Civilnet-Check-ը գալիք տարում եւս կշարունակի հետևել լրահոսին։ Մաղթում ենք ձեզ մեդիա գրագետ տարի եւ միայն ստուգված լուրեր։